Այսօր առավոտյան մտա ջերմոց, ու մի տեսակ խաղաղություն էր թևածում այնտեղ: Լոլիկների սեզոնը վերջացավ, հավաքեցի մնացած պտուղները, ու տերևների թեթև հոտը լսվեց ներսում: Ամեն անգամ, երբ լոլիկների ցիկլը ավարտվում է, մի քիչ կարոտ եմ զգում, բայց միևնույն ժամանակ ներքին գոհունակություն, որ դրանք իրենց առաքելությունը արդեն կատարել են: Հողը մաքրեցի, փխրեցրեցի ու հավասարեցրի: Հողի հետ աշխատելը միշտ նման է զրույցի: Թվում է խոսում եմ նրա հետ, իսկ նա ինձ հետ: Երբ փխրեցնում ես հողը, զգում ես, թե ինչպես է այն սկսում շնչել, պատրաստվել նոր կյանքի համար: Եվ այդպես լոլիկների տեղը ես ընտրեցի կանաչիների համար: Սերմերը ցանեցի, սրտի տաքությամբ, որովհետև վստահ եմ, հենց այդպես էլ նրանք կծլեն: Շատ եմ սիրում կանաչիների աճը դիտել: Սկզբում փոքրիկ, թեթև կանաչ կից է երևում հողի մեջ, հետո օրորի ու ժեղանում է ու ծաղկում: Դա իսկական հրաշք է, որ ամեն անգամ նորից հիացնում է: Ինձ համար ջերմոցը ոչ միայն աշխատանքի վայր է, այլև հանգստավայր: Երբ աշխատում եմ հողի հետ, բոլոր մտահոգությունները դանդաղ անհետանում են: Ու ես էլի լիովին լսվում եմ շնորհակալությամբ: Բնությունը միշտ հիշեցնում է, որ ամեն ինչ ժամանակ ունի: Կա ցանելու պահ, աճելու, պտուղ տալու ու հանգստանալու: Հիմա սպասում եմ, որ իմ կանաչիները շուտով բացեն իրենց փոքրիկ տերևիկները, իսկ ես նորից կապրեմ այդ հրաշալի պահը, տեսնելով կյանքի ծնունդը հենց իմ ձեռքերով պատրաստված հողում: